Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, գիտեք, որ պարոն Ապետյանը իր խոսքի տերն էր, խոստացել էր, որ մինչև ընտրություններ ամեն օր կլինենք ուղիղ եթերում, միայն այսօր տեխնիկական հարց կար, այսինքն լուրջ զբաղվածություն ուներ պարոն Ապետյանը, տեղափոխեցինք այս ժամին, գիտեմ, որ ամեն օր 11:30 մեզ սպասում եք, ինչևէ կարևորը որ այս հանդիպումը կայացավ, սա ընտրությունից առաջ մեր վերջին զրույցն է, գիտեք, որ վաղը լռության օր է, մենք հաղորդումներ չենք ունենա, բայց հաջորդ օրը շատ ակտիվ աշխատելու ենք, լուսաբանելու ենք եւ ժամը 8-ից է լինելու ենք ուղիղ եթերում պարոն Նահապետյանի հետ, հետո պարոն Սուրենյանցը, պարոն Զուրաբյանը, մյուսները կմիանան մեզ։ Շատ արագ են, ինչպես եւ սպասում էինք ընտրությունից առաջ, շատ արագ են զարգացումներ տեղի ունենում, 3 տեսակ մեծ բանավեճեր առաջին դեմքերի միջև, մի քանիսը ներկա չէին, Ռոբերտ Քոչարյանն էր հրաժարվել, ասելով որ նպատակարարման չի գտնում, Գագիկ Ծառուկյանն էր հրաժարվել, բայց ինչևէ կայացավ եւ լավ էր եւ այնտեղ 4 առաջնորդներ բավականին լավ ներկայացան եւ բավականին խիստ օրակարգային հարցերով, այսպես ասած, անհարմար վիճակի մեջ դրեցին ազգակործանին կամ մարդամեկին։ Դրանից հետո մենք տեսանք, որ ինքը ուղիղ եթերում հանձնարարական տվեց Արամ Զավենի Գասպարյանին, մի քանի բացահայտում Քոչարիի եւ Գուրգեն Սիմոնյանը ամբողջությամբ իրենց դեմքը պատռվեց, բացահայտեց, որ նրանք սպասարկում են Նիկոլ Փաշինյանին, խնդիր էր դրված, որ Քոչարիի այդ կուսակցության ղեկավարը պիտի իր արևի նեղը գցի եւ բաներ հարցեր տա Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ դեմ Նարեկ Կարապետյանին, այն մյուսի հետ էլ Գուրգեն Սիմոնյանը, որ այսպես բան հրեշտակի տեսքով ինչ որ պայքարի մեջ է մտել, պարզվում է, որ իր ցուցակում երկրորդ մարդը ասել է, որ ինչ են արցախցիները, մեր թշնամիներն են, թե մեր համար բանվտանգ են սպառնում արցախահայություն, արցախցիները, այսինքն այս մարդիկ այն գլխից փաստորեն պարզ է եղել, թե ինչ հարց է իրենց առջև դրած եւ ինչ են բերում իրենց հետ, այսինքն ինչպես են մեծ հաշվով ինչպես են ծառայում Նիկոլին եւ Նիկոլի բերած օրակարգին։ Ուղիղ եթերում մենք տեսանք, որ ինքը հանձնարարական տվեց Արամ Զավենի Սարգսյանին, ասաց մենք չենք դիմել, բայց դուք կարող եք գնալ եւ դիմել, գնացեք եւ դիմեք եւ այդ բարձրացոր առավոտյան ուրեմն իրենք գնացին եւ կատարեցին, մի 2 ժամ առաջ հայտնի դարձավ, որ կային դիմել, որ թույլ չտան ուժեղ Հայաստանը մասնակցի։ Ես կարծում եմ, որ որոշում ունեն 3 անցողիկ ուժերն էլ, խոսքը վերաբերում է Հայաստան դաշինքին, Բարգավաճ Հայաստան եւ Ուժեղ Հայաստան, եթե հանկարծ 3 ուժերից որևէ մեկի մասնակցության հետ կապված արգելքներ եւ խոչընդոտ ստեղծեն, վստահ եմ, որ այն 2 ուժերը, 3 ուժերը արդեն ունեն, ինչպես իրենք ասում են, B պլանը եւ կանցնեն որոշակի հայտարարություններ կլինեն, կոչեր կլինեն եւ ենթադրում եմ նաեւ գործողություններ, որտեղ սա իսկապես իրենց իրավունքների ոտնահարում է այս պարագայում ոչ թե այդ ուժերի, այլ հայ ժողովրդի։ Սա ինչին հետևեց, այսօր 3-4 հարցումներ են արդեն հրապարակվել, բոլոր հարցումներով պարոն Նահապետյան ընդդիմադիր 3 ուժերը գերազանցում են Նիկոլ Փաշինյան, եթե այս էականորեն մեծ տարբերություն կա, պարզ է, որ Նիկոլը եւս տիրապետում է այս ամենին եւ դրա համար հիմա գնում է այսպիսի ճանապարհները, որն են ուրեմն առավոտ շուտ արդեն մենք լսեցինք, որ կան ձերբակալություններ հանրապետական կուսակցությունից ակտիվ ուրեմն Արմեն Աշոտյան, Արման Սահակյան եւ ոչ միայն իրեն, ուրեմն ցուցակից Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակից 3 անդամներ ուրեմն քրեական գործեր է հարուցվել, այսօր քիչ առաջ Սոնա Աղեկյանը հայտնեց Բարգավաճ Հայաստանի ինքը Մայր Հայաստան կուսակցությունից է, բայց գիտեք, որ իրենք միասին են պայքարում, ուրեմն այսօր ուղղակի վրա երթ է տեղի ունեցել, մեքենան եկել եւ անցել է այդ փոքրիկ հանրահավաքի ժամանակ եկել է կոնկրետ ըստ իրենց միտումնավոր կերպով եւ հիմա արդեն փոխանցեց Սոնան, որ
կամ վնասված մարդիկ հիմա շտապօգնության մեքենան տեղափոխում է, այնպես որ Նիկոլը աշխատում է բոլոր ուղղություններով, հիմա ես չգիտեմ, սա այո, այդ վիճակում է եւ նաեւ ինչ որ հին բաներ է փորձել հրապարականել, բացահայտել, ուրեմն ինչ բարձեցինք պարոն Սուրենյանցի հետ, պարոն Նահապետյանին էլ հետաքրքիր կլինի կարծում եմ, եմ բժշկուին հիշում եք, որ եկավ եւ մերկացրեց, ասեց, այսպես ես դու դավաճան ես եւ այլն, իր եղբայրը անհայտ կորած է, ուրեմն այսօր իբրև թե բացահայտել են 27 տարի առաջ տեղի ունեցած մի սպանություն, 27 տարի առաջ, ինչ իբրև թե բան բացահայտվել է, թե ով է արել, գիտեք ինչ, ուրեմն պարզվում է, որ այդ ժամանակաշրջանում իր միջավայրում է նաև եղել այդ բժշկուհու եղբայրը զինվորական, որ հիմա անհայտ կորած է, դուք մանրախնդրության չափ ամենայն հավանականությամբ հանձնարարություն է տվել, տեսեք ինչ կարող են գտնել, ինչ կարող են անել եւ այսպեսի ինչ որ մի բան են գտել, սա Սուրենյանցը փոխանցեց, գիտեք այս ամեն ինչը մարդամեկից կամ ազգակործանից հեչ հեռու չէ, ինքը մանրախնդիր մարդ է, չի բացառում, որ իսկապես հենց այդպես էլ եղել է, որտեղ ուրիշ բան չես կարող գտնել, ինչ նշանակում 27 տարի հետո։ Բացի այդ, հիմա միայն ծիծաղ է առաջացնում այն, որ ինքը մեկ է խոսում, մարտի մեկը բացահայտենք բան, ուրեմն այնքան նեղ վիճակում է, որ մեծ բանավեճի ժամանակ անգամ մեղադրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, որ ինքը թռել է, փախչել է եւ լավ բան արեց, արձագանքեց Լևոն Զուրաբյանը, ասեց, այդ մարդը Նիկոլը մարտի 1-ի իր թռնելու փախնելու հետ կապված ֆիլմ է նկարել։ Ինքը դրանով հպարտանում է, որ կթռնողա փախնողա Նիկոլը։ Գրքում է գրել։ Ամբողջ հիմա ինքը դրանում մեղադրում է Լևոն Տեր-Պետրոսյանին, այնքան նեղ վիճակում է, որ ում ասես պատրաստ է մեղադրել, դե նաև այնպես պատին դեմ տվեցին, ասելով ծիծաղելի է 8 տարի դու իշխանության ես եւ մարտի 1-ի հետ ոչ մի բացահայտում չկա, հիմա դու դրա մասին ես խոսում եւ երկրորդ բանը, որ կարևոր խաղակարտերից մեկը որն է Նիկոլ Փաշինյանի, որ թալանել են, բերելու են բան եւ այս 8 տարվա ընթացքում տեսան, որ ոչ մի բան բյուջե չի փոխանցվում, մի հատ ավտոմեքենա են ինչ որ բերել, դե ծիծաղել է դա, 8 միլիարդի պարտք է ավելացել եւ մեծ ահռելի գումարներ են փոշիացել եւ Ռոբերտ Քոչարյանը մեզ խոստացավ, որ կգայ կոպեկ վերադարձնել կտա Նիկոլին այդ գողացած հափշտակած 8 միլիարդ գումարը։ Այսպիսի վիճակ է, տեսնենք թե կհան ինչ որոշում կկայացնի, պարզ է, որ այդ ուղիղ եթերում տրված այդ հանձնարարությունը սովորական բան է Նիկոլի համար, այսինքն մենք դա վաղուց ենք տեսել, այդպես այդ ոճը իրան բնորոշ է, մենք ակնհայտ էր, որ եւ հանձնարարություն տրվեց ԿՀ-ին, ուղիղ եթերում եւ հանձնարարություն տրվեց այլ ուժերին Գուրգեն Սիմոնյանին եւ Արամ Զավենի Սարգսյանին։ Խնդրեմ։ Սա ինչի մասն է խոսում։ Խոսում է շատ մի պարզ իրականության մասին։ Ընդ որում որը գնահատում է եւ արտաբերում է Փաշինյան Նիկոլը, ինքը փոքրամասնություն է։ Հակառակ դեպքում, որից է քաղաքական ուժի, եթե ինքը վստահ է 65% էր հավաքում, 75% հիշում եք, 65%, 50% գումարած մեկը գրպանում ուներ, հիմա 65-ի Սամվել Կարապետյանին ուժեղ Հայաստանին պատկանող լրատվամիջոցից Արմատ մեդիա չէ, արգրավել են ոչ տեխնիկան, այո։ Ուրեմն սա խոսում է նրա մասին, որ Գյումրի երկու տարբերակը ըստ իշխանությունների, որից իրենք վախում էին, փաստորեն փաստացի, մինչև ընտրությունները արդեն Գյումրի երկուսը գործնականում սոցհարցումներով, ժողովրդի ընկալումներով եւ քաղաքական ուժերի պատրաստականությամբ արդեն արկա է իրականություն է։ Գյումրի մեկը բանակցությունների արդյունքում չծնվեց, որոշակի ժամանակ հետո այդ երեք ուժերը միացան։ Հիմա Գյումրի երկու, այսինքն այս երեք ուժերը ունեն ամենայն հավանականությամբ պայմանավորվածություն, որ երեքի հավաքած քվեները միավորվում են եւ առավել շատ հավաքածի տեխնացուն դառնում է երկրի վարչապետը։ Հիմա իշխանությունը սրա մասին գիտի, ինքը փոքրամասնություն է, ակնհայտ փոքրամասնություն է, տարբեր հարցումներով, այդ թվում նաեւ իրական հարցումներով, ոչ թե այն հարցումներով, որտեղ ասենք մի քանի ուժից կարող է մի քանի կոնֆետ նվեր ստանա եւ մի քանի թվեր փոխի այդպես օդի մեջ ու գետնի վրա։ Ընդ որում ես նաեւ զգուշացնում եմ այն սոցհարցում կազմակերպող միջազգային կառույցների հայաստանյան գրասենյակների ղեկավարներին, որ այդ մի քանի կոնֆետը ստանալուց եւ նկարելուց հետո իշխանապողությունից հետո ձեր քթից գալու է։ Չփորձեք վաղը թվեր նկարել, որ իբր Փաշինյանը ունի 57%, 60% եւ այլն։ Եթե պետք լինի քիշացնենք այդ կոնֆետները ով ա տվել ու երբ ա տվել, այնպես որ հանգիստ
վերընկեք տեղներդ։ Խոստումներ տվել եք, խոստումները կյանքի չկոչեք։ Վստահաբար եմ ասում, ժողովրդի քվեն գողանալու, իրականությունը կեղծելու, մարդկանց մանիպուլացնելու եւ կոնֆետներ ստանալու հոդվածներով կգնաք կնստեք։ Սա էս օթից չեմ ասում, գիտեմ ինչ եմ ասում։ Ով լսում է, ով հասկանում է, կհասկանա։ Հիմա Փաշինյանը վստահաբար գիտի պարտվելու է, ինչ է, երեք Փաշինյանը իր ամբողջ ծրագիրը բացեց։ Ծրագիրը հետևյալն է. նվազագույնը 1, առավելագույն 2 ուժ կամ ինչու՞ չէ նաև 3 ուժ պետք է թույլ չտա, որ մասնակցեն ընտրություններին։ Խոսքը ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան, ես չեմ բացառ, որ Հայաստան դաշինքին էլ այդ նույն իր կեցվածքը անի տեսականորեն եւ գործնականում դրա մասին հրապարակավ ինքը հայտարարելու է այսօր հանրահավաքին։ Ինչու՞։ Ասենք ինչու եմ գնահատում, որ հանրահավաքին է դա ասվելու։ Ուրեմն հավաքելու է բոլորին, ում հնարավոր է եւ ում հնարավոր չի։ Այս հանրահավաքում ինքը փորձելու է հրապարակը լցնել, դա որպես ուժի ցուցադրություն, բայց գիտեք ում նկատմամբ դատախազների եւ դատավորների, որոնք հետ չկանգնեն այս ապօրինությունները անելու։ Չի իրենք չգիտեն, որ հրանգավորված բոլոր համայնքապետերը դերին ասել են բոլորին մանկապարտեզի, դպրոցների եւ ոչ միայն վարչական միավորն բոլոր աշխատակիցներին պետք է բերման ենթարկեն, չգիտեն դրա մասին։ Ես վստահ եմ գիտեմ, բայց այնուամենայնիվ դատավորներն էլ դատախազներն էլ մտածում են Նիկոլը գնաց իրենք մնալու են, պատասխանատվության են ենթարկվելու։ Որպեսզի Նիկոլը ցույց տա, որ ինքը հավերժ մնում է, ասենք այդպես, նոյ նահապետից մինչև երկիր մոլորակի պատմության վերջին ինքնալնելու հայոց ամենայն թագավորը։ Այդ մարդիկ չվախենան եւ ապօրինի որոշումներ կայացնեն։ Ես կարծում եմ, որ այսօր այդ իրենց հավաքի ժամանակ դրա մասին ինքը բարձրաձայնելու է։ Սկզբունքորեն մեկ ուժի նկատմամբ ինքը արդեն որոշում կայացել է, բայց այնինչ հիմա Բարգավաճ Հայաստանի նկատմամբ է կատարում, ընդ որում պատգամավորության 3 տեխնացուների նկատմամբ նոր տեղեկություն տարածվեց, որ քրեական գործեր են հարուցել։ Բարգավաճ Հայաստանի համախոհների նկատմամբ մեքենա վրա երթարել, այսինքն ակնհայտ է, չէ՞։ Այո, վրայերթի են։ Այսինքն ակնհայտ է, որ հիմա երկրորդ թիրախը Բարգավաճ Հայաստանն է։ Այլ բան չունի Փաշինյանը, քան վախի մթնոլորտը։ Բայց վախի մթնոլորտով երկար հեռու չի կարող գնալ, նորից եմ ասում, եւ եվրոպական են կառույցները, այն դեսպանատները, որոնք Փաշինյանի այս ապօրինությունները տեսնելու չեն տա լսելու եւ ավելին կասեն, որ այսքան խախտումներից հետո Փաշինյանը օրինական ընտրվել է, ես վստահաբար ասեմ, Հայաստանում հակա արեմեցյան, հակա ինչ-որ երկրի, ասենք Միացյալ Նահանգներն է տեր ու տնօրություն անում այս ամեն ինչին, հակա ամերիկյան շարժում կարող է ծնվել։ Այսինքն տասնյակ միլիարդավոր դոլարներ, որ արևմուտքը առաջին հերթին Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան ներդրել են Հայաստանում իրենց բարձր վարկանիշ ունենալու համար, ընդհանրապես այս ընտրություններով այդ թեման կարող է փակվել։ Ընդ որում սրա վերաբերյալ շատ դիպուկ եւ տեղին ցուցակներում այլ համարների ներքո հանդես եկող ներկայացուցիչները բանավեճի ժամանակ բանավեճից Բորիսը Մուրազին Հայաստան դաշինքից ասեց շատ հստակ ամենի դեսպան եւ այլ դեսպաններին շատ հստակ դիպուկ ասեց եւ այս այլանդակությունները եվրոպական երկրների դեսպանները եւ ԱՄՆ դեսպանը չեն տեսնում։ Եվրամիության մարդու իրավունքների պաշտպանության կառույցները Հայաստանում, որոնք եկել են իբր Ռուսաստան դեմ հիբրիդային պատերազմ մղելու դեմ կանխարգելելու, չեն տեսնում։ Ես իրենք վտանգում են շատ բան, իրենց հեղինակությունը։ Եթե մտածում են Հայաստանը կարող են դարձնել աֆրիկական մի երկիր, բռնապետական համակարգով մեկին բերեն դնեն, պահեն 10 տարի 20, այդպես չի լինելու։ Ես համոզված ասեմ, որից մեկը մեր ժողովրդի քվեն կամքը եւ որոշումը իր ընտրելու ապրելու իրավունքը եթե խլելու է, մեր պատասխանը շատ խիստ է լինելու։ Մենք դա թույլ չենք տա։ Ինչու, եթե նման կեցվածք 2018-ին շատ քչերն էին, որթեգրել ասում էին վտանգների մասինս, անձի քայլերի մասին, որտեղ գիտեին տերերի նպատակները տարածաշրջանում, ապա հիմա ժողովրդի առավել գերակշիռ ճնշող մեծամասնությունը իրավիճակը համարժեք է գնահատում։ Այլ բան, որ ժողովրդի կեսն է ենթադրենք պատրաստ կեցված դրսևորելու, բայց նույնիսկ ցանկացած ժողովրդի մեջ 10% կեցված դրսևորեց եղանակը փոխվում է։
որտեվ այսօր իշխանությունը մնացել է ոստիկանական համակարգի, խուժանի, կրիմինալի, ապօրինությունների սխալ որոշումներ ընդունող դատավորների կեղծ քրեական գործեր հարուցող դատախազների եւ քննիչների ուսին։ Դուք տեսաք, թե ոնց հարձակվեցին ուժեղ Հայաստանի վրա, այսօր հարձակվել են Բարգավաճ Հայաստանի վրա, դուք տեսնում եք 3 առաջ Հայաստան դաշին բարձր իմաստով բռնություն էին կիրառել եւ ու երեք էլ ասում եմ իմ բանի տակ է, իմ անձնական պատասխանատվության տակ է։ Ուղիղ եթերում Արմեն Գրիգորյան սպանեցիք, հա։ Քանի մարդա բանտերում խոշտանգվելու մահացել, հիմա Օսիպյանը հացադուլի մեջ այդ մարդուն ուղարկում եք մահվան ճիրաններ, հղի կնոջը մոխրացած 15 զինվորներ, 5000 զոհ, այս ինչ պատասխանատվության մասին է խոսում 3 պատերազմ բերած մարդը, հա, օկուպացված հայկական տարածքներ, գերիները Բաքվի բանտում նստած են։ Սա կոլաբորանտ իշխանություն է, թուրք-ադրբեջանական տանդեմ, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի դիմանա։ Այս անձը եւ իր խմբակը Հայաստանում սպասարկում է մեծ ճշտամի երկու պետությունների շահերը, վերջ, դրանց բխող բոլոր հետևություններով։ Եվ կեցվածքը հունիսի 7-ին շատ հիմնավոր պետք է լինի։ Կեցվածքը պետք է լինի նաեւ դրսևորմամբ, մարդիկ տներից պիտի դուրս գան, հետո վաղը չբողոքեն, եթե մենք բազում խնդիրներ ունենք, սրանք վերարտադրվեն, իրենք չեն վերարտադրվելու։ Սա նորից եմ ասում, ավտորիտար ռեժիմը փորձելու է ուժով, կեղծիքներով, ոստիկանական համակարգով, իրավապահներով սուտ, կեղծ որոշում կայացնող դատավորներով, կեղծ քննություն իրականացնող քննչական մարմիններով փորձելու են կեղծել, բայց նույնիսկ այդ պարագայում նորից եմ ասում, այս իշխանությունը դատապարտված է հեռանալու։ Տեսեք իր փրփուրների հետևից են գած քիչ առաջ, հա, հայտնի դարձավ, ուրեմն Գյումրիի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը այլ անձանց հետ նախապատրաստել է կատարել իշխանության յուրացում։ Ինչ եք ասում, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեից, ինչ ասեմ։ Իսկ Վարդան Ղուկասյանին Քենեդու սպանությունը կազմակերպելու մեջ չեն մեղադրում։ Եթե դա կօգնի, որ Նիկոլը այո, վստահաբար կմեղադրեն, չէ՞։ Մի վարքյան չկասկածեք, որ հաստատապես նաև նման կարգի հայտարարություններ կլինեն, կասեմ սա, մեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար, ի վերջո մեր երկրում ավելի շատ հայ ապրում, քան հենց Հայաստանում, այս մասին հայտնել է Դմիտրի Պեսկովը։ Մենք գիտենք, որ հիմա ներկայիս ղեկավարությունը, ես կասեի, արհեստականորեն փորձում է երկիրը դնել խաչմերուկում, խնդրեմ ուշադրություն, պատրաստվում է երկրի համար ընտրություն կազմակերպել, գնալ դեպի Եվրոպա, թե դեպի ԵԱՏՄ։ Մենք համոզված ենք, որ եթե կշեռքի նժարներին դնենք եվրոպական կողմնորոշումը կամ կողմնորոշումը դեպի ԵԱՏՄ, ապա ԵԱՏՄ-ն հայի համար գերակշռում է հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը, ահա այսպիսի հայտարարություններ, եւ կարծում եմ կարևոր հայտարարություն էր պարոն Նահապետյան Սամվել Կարապետյանի կողմից, մոտավորապես մեր խոսքի շարունակությունն է, կարևոր է մի վախեցեք, հատկապես ինչպես արձանագրեցիք, որ շատ ամոթ է եւ հայտարարություն է վախենալ վախկոտից։ Դուք նույնպես արժանի եք փոփոխություններից, ասել է ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դիմելով պետական աշխատողներին։ Այո, այս ամեն ինչը վստահաբար տարածվում է նրա համար, որ վախի մթնոլորտ նաեւ տարածի պետական համակարգում աշխատողներին փաստական տվյալներ են ստեղծել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության Երևանի Քանաքերձեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք հիշյալ կուսակցության կողմից, չգիտեմ, ձերբակալվել են, որովհետև նախնական համաձայնություն, ուրեմն ընտրողներին խոստացել են ինչ-որ բան, խոստումներ են տվել, կաշառք եւ այլն։ Եվ սա մոտավորապես ինչ են ասում է անում պարոն Նահապետյան, ինչ որ մեկին ուղարկում են այդտեղ, գնում են, ասում են եկել ենք նվիրյալ ենք աշխատում ենք ուժեղ Հայաստանի համար, Բարգավաճ Հայաստանի համար կամ չգիտեմ Հայաստան դաշինքի համար, հետո ինչ որ մի հատ խոսակցություն են կազմակերպում, հետո դա դնում են քննչական կոմիտեն հայտնում է, ես չգիտեմ ինչ որ մարդ կա որ էսա, լավ, եթե այսպես կարճ ասեմ, հավատում է այս ամեն ինչին։ Ես կարծում եմ իրենք էլ չեն հավատում։ Իրենք էլ չեն հավատում։ Վստահաբար։ Նոր ուրեմն Ալեքսան Ալեքսանյանի գործով հիշում եք, որ ձերբակալեցին 37 քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում են փաստորեն սկսել
ավելին այսօր առավոտյան ձերբակալն են Արմեն Աշոտյանին, մոռացած եմ Գագիկ Բեգլարյանին նաև մեղադրանք են նոր առաջադրվել գեներալ լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ։ Եվ այդպես շարունակ։ Դե իշխանությունն ո՞րց եմ ասում, չի ցանկանում հանձնել իշխանությունը ունի անդերօվկիանոսյան եւ եվրոպական ծնունդով պետությունների աջակցություն սա ակնհայտ է, այստեղ Փաշինյանը մենակ չի եւ Փաշինյանը ով դարձավ, որ ենթադրենք առանց դրսի իրական աջակցության եւ հովանավորության նման քայլեր աներ։ Մեր ժողովուրդը դիմանա, որ Փաշինյանի պաշտպանող ցանկացած պետություն այսօր մեր ժողովրդի մեղմ ասած հակառակորդն է, եթե ավելի իրատեսական ասենք, թշնամի պետությունն է։ Թուրքիան, Ադրբեջանը պաշտպանում են Փաշինյանին, պաշտպանում են, այսինքն Փաշինյանը այսօր ուզուրպացրել է իշխանությունը, փորձում է վերարտադրվել, որ պետություններն են պաշտպանում։ Ակնհայտ է, եւ մեր ժողովրդի կեցվածքը այդ պետությունների ներկա վարչակազմերի, խոսքս պետության, ժողովրդի մասին չի ընդհանրապես, ներկա վարչակազմերի նկատմամբ դե համարժեք լինի։ Թուրքիա, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ, եվրոպական երկրներ, Եվրամիությունից բազմաթիվ երկրներ, որոնք եկել են այստեղ եւ Փաշինյանն են, Եվրամիության նաեւ կառույցներ։ Ահա այս են պետություններն են, որոնք Փաշինյանն են այսօր պահում Հայաստանի Հանրապետությունում վերարտադրվելու համար։ Մեր ժողովուրդն էլ թող համարժեք կեցվածք ընդունի։ Եվ մեր քաղաքական ուժերը իրենց մոտեցումներում եւ կեցվածքում որոշակի վերադասավորումներ անեն այդ պետությունների ներկա վարչակազմերի կողմից Հայաստանում ապօրինությունները խրախուսելու եւ պաշտպանելու քաղաքականության նկատմամբ։ Վստահաբար դի կեցված դրսևորեն։ Եթե պետք լինի դեսպանատների մոտ տասնյակ հազարավոր մարդիկ դի հավաքվեն, իլուր նաեւ աշխարհի, որ մեր կեցված կեսա։ Որտեղ այս այլանդակությունների ֆոնի վրա բերաները ջուր են առել, ոչ Ամերիկայի դեսպանն ԱՄՆ-ի ձայն հանում, ոչ Գերմանիայի, ոչ Ֆրանսիայի, այսքան քրեական գործ է, այլանդակությունները ուր են դրանք։ Ուր են։ Ես հորդորում եմ ընդդիմադիր դաշտին։ Արդեն կեղծված է այս ընտրությունները։ Իրականում արդեն որևէ հավասար պայմանների մասին չի կարելի։ Ամենագլխավոր մրցակիցներից մեկի առաջնորդը շարունակում է կալանավորված մնալ, ճիշտ է։ Կալանավորված վիճակում արդեն այդքան վարդ է հավաքում, անգամ փակված Վարդան Ղուկասյանից է վախենում։ Տարել ես, փակել ես, վախենում է, կալանավորված 4 պատի մեջ է մտցրել, էլի վախենում է, բան երեք ինչ օրն անկել, որ սենց անկնավորված կամ այս թվերը ոնց են բանել։ Շատ ուշագրավ մի հայտարարություն, ուրեմն Եվրամիությունը որոշեց 50 միլիոն պիտի տա եվրո, ամեն ինչ պատրաստել, մենակ թե Նիկոլը մնա։ Բայց այդ 50 միլիոնը առանձնապես թիվ չի, ասեմ ձեզ։ Այո, լավ էր ասել Օվերչուկը, ԵՄ-ի կողմից հայի շուրջ 50 միլիոն եվրոյի ծավալով ֆինանսական օգնության տրամադրումը բացարձակապես ոչինչ չի որոշի այդ պետության տնտեսական աջակցության տեսանկյունից հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, եթե հանկարծ Ռուսաստանը որոշի գազը վաճառել, օրինակային գնով ինչ որ վաճառում է այլ երկրների կամ իսկապես բանը մոտենա այնպես ինչպես Եվրոպան է ինչ որ ապրանքատեսակների հետ կապված է ոչինչ խնդիր չկա Փաշինյանը 2126 թվականին գազամուղ կանցկացնի ժողովուրդ 100 տարի կապրեք գազամուղ կանցկացնի այդ ապրանքները կտանի կսպարի պրոբլեմ չունի հետո երկիս մի հատ ատոմակայանների բան կբերի ինչ որ ատոմակայաններ կբերի այստեղ տեղադրի այնպես որ այդ լոլիկը վիվարը բանը այդ ամենահեշտ է հարցն է չէ ոնց որ թե կուտի այդ տոնաներով այդ հարցը ես չգիտեմ այդ կարողությունները պիտի ցույց տա այս վերջերս հա ցույց է տալիս որ այդպես կարողություններ ունի չուզում ասել որ այսօր մենք հասկանանք մեր վիճակը առավել ծայրահեղ է մի կողմից երկու թշնամի պետություն ատամները սրած սպասում են հարմար պահի թե երբել մտնելու Հայաստան մյուս կողմից տնտեսական կոլապս երրորդ բռնություններ ճնշումներ ընտրությունների ակնհայտ կեղծելու փորձեր եւ նախադրյալներ են ստեղծում եւ չորրորդ սեփական քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ճնշում կբռնենք կդատենք կզսնենք այս կանենք այն կանենք հիմա սա ավտորիտար ռեժիմ է երկիր մոլորակի վրա որից է նորություն եւ հեծանիվ պետք չի օրինել ցանկացած ավտորիտար ռեժիմ ինչպես է տապալվում բացեք դասական առումով շատ երկրներում ինչպես է տապալվում եւ որտեղ են հայտնում ավտորիտար ռեժիմի պարագլուխը եւ թիմակիցները եթե հայտնվեն հասցնեն եւ ինչ ճակատագիր է սպասում օրինակ կոլաբորանտ կառավարությանը Աֆղանստանում ինքնաթիռների անիմներից կախվել չէ որ այդ իշխանությունները ծառայել են Աֆղանստանը գրաված
Միացյալ Նահանգներին։ Հետո Միացյալ Նահանգները դուրս եկան, կոլաբորանտ կառավարությունն ու պետական պաշտոնատարանցին մնացին Աֆղանստանում։ Փախչելու համար անգամ ինքնաթիռների անիվներից են կախվում։ Սա է իրականությունը։ Այնպես որ նաև մտածեն Նիկոլի ժամանակ պաշտոններ զբաղեցնող անձինք, որոնք ապօրինություններ են արել, իրենք էլ մտածեն, բոլորը չեն գնալու, չեն էլ հասնելու, թույլ էլ չենք տալու։ Ժամանակ ունենք դեռ մտածել։ Հա, իհարկե, վստահաբար, ապօրինի հրամանները մի կատարեք, սա ինքնին ցուցիչ է ձեր կեցվածքի։ Իսկ եթե հրամանները կատարեցիք ապօրինի, դրանց բխող բոլոր հետևանքներով։ Օրենքի առաջ բոլորն էլ հավասար են։ Հազարավոր մահեր չեն կարող մոռացվել, պիտի պատասխան տան այս կորուստների համար։ Երեկ եւ այսօր խոսել է Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլի պատկերացումը պետական կառավարման մասին Թբիլիսից չընկնելու մակարդակի է, ասել է Ռոբերտ Քոչարյանը, եւ նաեւ խնդրեմը եսի վիճակը եւ խոստացել է, որ եւ ասել է, որ Նիկոլի կողմից ստեղծված խնդրեմը ես ի վիճակի եմ լուծելու մեկ օրում։ Ես ինչպես չեմ կասկածում, որ Սամվել Կարապետյանը ինչ որ ասում է, իզորը, գիտեք ինչու, բարձ պատճառով երեքն էլ, որ իզորը են, որովհետև այդ մարդիկ ոչ թե դատարկ խոսքերով են ապացել, այլ իրենց արած գործով, իրենց անցած ճանապարհով։ Դրեք իրար կողք, տեսեք թե այս 8 տարում ինչ ավերածություններ է բերել այս անձը եւ վստահաբար սա դեռ վերջը չի, եթե ինքը մնա, որտեվ ծրագրում Հայաստանի կործանումն է եւ սով եւ սառնամանիք, հատկապես այս գյուղմթերքի հետ կապված եւ Ռուսաստանի հետ կապված այս բարդություններն ու խոչընդոտները, որ ստեղծում է, իսկ այս անձին կապացուցել են հատկապես Ռոբերտ Քոչարյանը, նաեւ Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը, որ իրենք քարը քարի վրա դնող մարդիկ են եղել, ճիշտ է։ Կենսագրություն ունեն մարդիկ։ Այո, կենսագրություն։ Հիմա ընտրությունը ձերն է։ Ես այսօրվա իմ հյուրերին, պարոն Նահապետյան, խնդրել են, որ ասեն 5 գլխավոր պատճառ, ինչու պիտի մերժել մարդամեկին կամ ազգագործանին, եւ ինչու պիտի այդ 5 գլխավոր պատճառները ասեք։ Փաշինյան Նիկոլը եւ իր քաղաքական խմբակը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության եւ իր քաղաքացիների շահերը։ Առաջին 1։ Երկրորդ, ինքը ներկայացնում է մեծ թշնամի երկու պետության Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային պետական շահերը, այսինքն հանդիսանում է կոլաբորանտ իշխանություններ եւ կոլաբորանտ կառավարություն երկուս։ Փաշինյան Նիկոլը գործնականում քայլեր է փորձում ձեռնարկել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու իշխանությունը զավթելու, կաթողիկոսությունը թուլացնելու, կաթողիկոսին պաշտոնանկ անելու եւ եկեղեցին ամբողջովին կառավարելի դարձնելու իր տերերի կողմից։ 3. Փաշինյանը պատասխանատու է Արցախի կորուստի եւ մեր հայրենիքի Հայաստանի Հանրապետության տարածքների համար, զոհվածների համար, պատերազմը տանուլ տալու եւ Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ 4. Եվ ամենավերջում Փաշինյանը փորձում է մեր պետականության դագաղի վերջին մեխը խփել ու դրանով թեման փակել, այսինքն Հայաստանը դառնա կամ Թուրքիայի մի վիլայեթ կամ Ադրբեջանի ենթապետություն։ 5 դրվագովել ուղղակիորեն վտանգված է մեր երկրի քաղաքացիների եւ համայն հայության ներկան եւ ապագան։ Հետևաբար մեր պայքարը գոյութենական է, ճշմարտությունը մեզ հետ է եւ մեր ժողովուրդը իր քվեով կախտի օրվա կոլաբորանտ իշխանություններին։ Այսքանը։ Այո, եւ հիմա ինձ ուղարկեց Անդրանիկ Միրանյանը, ուրեմն հաղորդաշար առանձնացվել է 3-ի հեռարձակվել մի կտոր, որտեղ ասում է ինքը իրեն, ես ներողություն եմ խնդրում, խոզի հետ է համեմատում եւ ասում է, եթե ինքը այդ տեսարաններով է հրապարակ գալիս, այսինքն ավերջը ուտել, նշանակում է, այսինքն ուզում է հաճոյանալ դուր գալ, նշանակում է, որ ինքը ժողովրդին էլ է այդպեսին համարում։ Այնպես որ դե ասեց պերաշկի ուտողները պերաշկի ուտողին կընտրեն։ Բայց հիշում եք, չէ, սիրելի հայրենակիցներ, ինքը ձեզ հրավիրեց Երշիկ ու Սասինսկի ուտելու ամանորի գիշերը, հետո ինքը գնաց ռեստորանում, թանկ ռեստորան, ձեզ թողեց այնտեղ, ասեց դե դուք դրան եք արժանի։ Ինքը թողեց այդպես, հետո ինքը մեր Արցախահայությանը միայնակ թողեց սովի շրջափակման ավերածության մեջ
Հիմա սյունեցիներին է միա Տավուշի ու Գեղարքունիքի ժողովրդին է միայնակ թողել, որտեղ իրենց բոլորից տարածքներ են վերցրել եւ ինքը չի պատրաստվում այդ տարածքները վերադարձնել խաղաղություն հաստատելուց հետո չենք մոռանում, որ սահմանագծում սահմանազատում դեռ չի արվել, սա նշանակում է, որ եթե ինքը վերընտրվի, դեռ ինքը ահռելի մեծ տարածքներ է պատրաստվում տալ թշնամուն, ավելին պատրաստվում է 300,000 ադրբեջանցի բերել, իսկ դա նշանակում է Հայաստանի չգոյություն։ Այնպես որ եթե դուք ուզում եք ապրել, եթե դուք ուզում եք Հայաստանը լինի, եթե ձեր տունը լինի, ձեր երեխաները լինեն, ուրեմն վաղը չեմ մյուս օրը գնացեք ընտրության, ներժեք իրեն։ Վաղի դեպ հավաք է ժամը 5-ին Դինամո մարզադահլիճում։ Այսօր վաղը ինչ։ 5-ին։ Չէ, այսօր 5-ն է, հա։ Հա, չէ, այսօր Հա, կայացավ։ այսօր է։ Հա, արդեն կայացել է, հա, արդեն դա կայացել է, հա։ Ճիշտ է, հա։ Հայաստան դաշինքի։ Այո, Հայաստան դաշինքի շատ կարևոր է որ իմանաք, բոլորին դեմ եք, եթե դուք իրեն քվեարկում եք, դա աբսուրդ է։ Եթե դուք քվեարկում եք, դա նշանակում է Նիկոլը մնում է իշխանության։ Մերժեք բոլորին դեմ, հանկարծ չքվեարկեք դրան։ Նորից ու նորից խնդրում եմ ձեզ, դիմում եմ ձեզ, եթե դուք քվեարկում եք իրենց, ուրեմն դուք քվեարկում եք Նիկոլի օգտին։ Դուք 3 տեսակ Նիկոլի Արբանյակներին, արդեն ավելորդ է ասել, որ Արամ Զավենի Սարգսյանը Նիկոլի Արբանյակն է եւ Նիկոլի նույն բանն է, ինչ ասում, թևերից մեկն է։ Արման Բաբաջանյանը այդպես, Շիրինյանի մասին էլ չեմ ասում, սա պարզից պարզ է։ 3 մեզ համար հայտնի դարձավ, որ բոլորին դեմը դա եւս, եթե քվեարկում եք, դա նշանակում է Նիկոլի օգտին եք քվեարկում, Գուրգեն Սիմոնյանին եթե քվեարկում եք, դա ական է դրված, որպեսզի ձայներ խլի տալի եւ ձայներ փոշիացնի։ Դա նշանակում է, որ ելի Նիկոլի օգտին եք քվեարկում եւ 3 նաեւ հայտնի դարձավ Քոչարի ինչ որ մի հատ բան կար, ես չեմ կարծում, որ իրենք ձայներ ունեին եւ նաեւ այդ Քոչարի կուսակցության մասին է խոսքը, 3 ինքը պարզապես պատռեց ինքը իր դեմքը, ցույց տվեց, որ այդ մարդուն կամ վերբով կայնարի կամ ինքը համանadrնային ձեպս, այսպես ասած, հանձնվել է եւ ծառայում է Փարիզ բուն իմաստով Նիկոլին, այսինքն չփոշիացնեք ձեր ձայները եւ իմ մատնանշած որևէ ուժին ձայն չտակ եւ մեկ էլ շան մասին չեմ ասում, աղբանոցի շան մասի, որ հիմա Ամերիկայի բանտում է, այդ շան մասին չեմ ասում, այդ արդեն գիտեք, թե դա ով է եւ ինչ է եւ ինչպես կարող է ձայները փոշիացնել։ Գնում եք ընտրության եւ քվեարկում եք այս 3 ուժերից մեկին 3 7 17։ Ինչ որ բան եք ավելացնել։ 3 7 17։ Այո։ Արխիվում ծանր 2 օր է սպասվում, ինչ լուծում էլ որ կանի Նիկոլը պետք է պատրաստ լինել, կարծում եմ 3 ուժերն էլ պարոն Ապետյան պատրաստ են։ Կարծում եմ այո, եւ մեր ժողովրդի առավել պատասխանատու մեր երկրի ներկայ ապագայի համար մասը պատրաստ է պայքարել եւ հաղթել մեր երկրի, մեր պետականության եւ մեր ապագայի համար։ Այսքան։ Շնորհակալություն, ամուր մնացեք հույսով։ Ես հույս ունեմ, ես հավատում եմ, որ Հայաստանը լինելու է։ Ես հավատում եմ, որ մենք ապրելու ենք։ Հակառակ դեպքում, եթե ինքը ընտրվեց, ուրեմն դա դուք ձեր ձեռքով, ուրեմն դուք ինչ ասեմ, մազոխիստ եք, դահիճի եք ձեռք մեկնում, ինչ ասեմ։ Հույսով։ Չէ, պարոն Ապետյան, Աստծով։ Աստծով։ Այս հաղթանակը Աստծով ալինելու եւ սա նաեւ ճանապարհ է Տերը, ասում անքնելի են Աստծո ճանապարհները, թե ամեն մեկս Աստծո երբ եւ որ ճանապարհով են գալու։ Սա այս փորձությունն է, հաղթական Աստծո դուրս են գալիս եւ կարծում եմ ժողովրդի մեջ նաեւ ինքնամաքրման մեծ ալիք է մտնելու։ Այս փորձություններով, որ մենք հաղթական դուրս եկանք, այս հաղթական դուրս գալ առաջներթին ոչ թե մեզանից է կախված, այլ Աստծոց։ Ինչպես Արցախյան առաջին ազատամարտում հաղթանակը։ Այնպես որ Տիրոջ կամոք իր ողորմածությամբ մեր ժողովուրդը դարերով մնացել է, հիմա էլ է մնալու, մեր պետականությունը մնալու է եւ հաղթական ենք դուրս գալու։ Կիրակի օրը դուք պիտի ինքներդ ձեզ առաջին հերթին աշխարհին ցույց տանք, որ հայ ժողովուրդը իրավունք ունի ազգ կոչվելու, իրավունք ունի պետություն ունենալու։ Եթե ոչ, Աստված, ես չգիտեմ, ով կարող է մեզ այլևս օգնել։ Աստված է օգնում, եթե մենք ուզում ենք, որ Աստված օգնի։ Իսկ Աստված օգնելու է վստահաբար, որ պայն հայացքդ, միտքդ, էությունը դեպի Աստված դարձրեցիր եւ ասում է՝ բախիր եւ կբացվի, այնպես որ մենք այս ընտրությամբ նաեւ բախում ենք այդ դուռը։
Եվ եթե չեք հավատում մեզ, հիշեք առնվազն ես եւ պարոն Նահապետյանը 8 տարի առաջ ինչի մասին որ խոսում ենք, ինչ որ զգուշացնում ենք, դժբախտաբար այդ ամեն ինչը տեղի ունեցավ Արցախի կործանում, այս սարսափը որ բերեց, այսքան զոհեր Հայաստանի տարածքի կործանում, հիմա մենք զգուշացնում ենք, խնդրում ենք, չգիտեմ էլ ոնց ասեմ, որ սիրեք ձեզ, գնահատեք ձեզ, փրկվեք եւ գնացեք մերժեք ազգակործանին։ Շնորհակալություն։ Որ երգը։ Դիր, Մարիամ ուզում է որ այդ երգը տնենք, ուրեմն թող հնչի այսօր, հա։ Հնչի։ Այո, սիրով, սիրենք մեր հայրենիքի, ի վերջո սերը ամեն ինչի սկիզբն է։ Այո։ Փաշինյանի զենքահատելությունն է, սատանայի զենքահատելությունն ու մահն է, մերը սերն ու կյանքն է։ Սերն ու կյանքն է։ Աստված ինքը սեր է։ Եվ կյանքը։ Այնպես որ պայքարը նաև այդ հարթությունով է գնում։ Ես քեզ սիրում եմ, չարենցի խորվերքերում, ես քեզ սիրում եմ, վազգենի արձունքներում, ես քեզ սիրում եմ, նժդեհի տուղերի մեջ, մանթեի գրվում անվերջ, շիրազի սրտով անշեջ, ես քեզ սիրում եմ, Սարյանի գտավներում ես քեզ սիրում եմ, Տերյանի աշուններում ես քեզ սիրում եմ, դու իմ կողմիդ ասմակում, Թումանյան ու ազնավում, իմ ընկեր եղբայր ու քույր, իմ երկիր, նստիր խոսենք գիտեմ հոգնել ես, կարծես շշմել ես, կարծես ոտքի վրա քնել ես, հոգով աղկատը չի կարող խոստումներով գնել քեզ, հերինել քեզ, իրարյունով ձերքը նորից մեկնել քեզ, իմ երկիր, գիտեմ քեզ ես մի պահ թողել եմ, հունս փոխել եմ, իմ երազները ձախողել եմ, հիմա փախել եմ, վախերս խորը տեղ թաղել եմ, ու վարարած դեպետի պես դուրս եմ հոսել ու կատաղել եմ, իմ երկիր, ես քո երակներով վազում եմ, իմ երկիր, ես քո վերելքը երազում եմ, իմ երկիր, իմ սերն ես ու լուսավորիչն ես, իմ երկիր, իմ կյանքն ես ու իմ ամեն ինչն ես, իմ երկիր, չկա երկրորդը քո նմանը, իմ երկիր, իմ տունն ես ու իմ Հայաստանը, իմ երկիր, դու անսահման ես ու անվերջ ես, դու այս երեք բարերիս մեջ ես, ես քեզ սիրում եմ, խոչարի քանդակներում, ես քեզ սիրում եմ, վրոցի կանդակներում, ես քեզ սիրում եմ, ջուրի հուրներում, Արցախի մորերում, Երևանի գիշերներում, ես քեզ սիրում եմ, Սամանին կանգնած գյուղում, ես քեզ սիրում եմ, Զինվորով ու աշխուղով, ես քեզ սիրում եմ, իմ անքուն ու իմ անմեն, հոգուս լուսավոր կանթել, դու իմ Հայաստան ուժեղ, ես քեզ սիրում եմ